Եթե սաղս սովորական բեռնափոխադրողներ ենք։ Եթե մենք կարում ենք այս հարցը շուտ բարձրացնենք ու հասկանանք, արդեն խնդիրը առաջացել անես, որ այս վարորդները իրենց գործերը թողած եկել են հասել են հրապարակ ինչ-որ մի, չգիտեմ, բողոք արտահայտելու։ Իրանք շատ լավ գիտեն, ամենցը տեղակ են խնդիրներից։ Մենք ոչ Վրաստանում արտոնություն ունենք, ոչ դաժե մեր Հայաստանում արտոնություն ունենք։ Եթե մենք հիմա հարկ ենք վճարում, այդ հարկից 10 դրամ եթե պատճառ ենք վճարում, պակաս ենք վճարում, ընդամենը մի շաբաթ չի քաշում, մի շաբաթ այդ 10 դրամը գալիս են հետևից լրացնում են, բայց ուրիշ ոչ մի առավելություն, ասենք չկա։ Վրաստանում վրացին առավելություն ունի, վրացին առանց հերթ գնում, ստայանքից դուրս գալի արագ, իրաց դատարկ մեքենաները մի ժամ չեն կանգնում ստայանքում, մեր բեռնված մրգով, ծաղիկով, տարբեր փչացող ապրանքներով մեքենաները կանգնում են ստայանքում այնքան, ոնց որ դատարկ ավտոների նման կանգնած լինեն, ոչ մի առավելություն չկա։ Նույնը Ռուսաստանում, Լարսի տամոժնայում, հետո մենք կանգնում ենք, եթե ասենք փող տվեցիր, փողով հարցը լուծեցիր, չէ, տամոժնայից կարան որոշեն քեզի հետ ուղարկեն, թե չուղարկեն։ Այնտեղ էլ մեզի պատասխանատու չկա։ Նույնը Բագրատաշենում, մեր Բագրատաշենի տամոժնայում քաշում է 2 օր, որ մտնես Հայաստան։ 2 օր։ Գալիս ես կանգնում ես հերթ, ոչ մի հատ ես աշխատանք չեմ տեսել, որ մեր մասին մտածեն, որ ասենք ինչ-որ մի բան անեն, որ արագ աշխատեն, մեր բեռնափոխադրող կազմակերպություններն էլ աշխատեն, ինչ-որ մի լուծում տրվի։ Մենք նոր միացանք։ Նույնը չկասեք ինչու՞ն է խնդիրը։ Խնդիրը, որ մեզ ասած բաց թողած վիճակում են գտնվում, մենք մեր լոգիստիկական կամպանիաները ոնց ուզում են աշխատում են, ինձ թվում է, որ հետևող չկա, բարձում են, ասենք, մեր մեքենաները կանգնած, տեսախ վարորդներն, որ ունեն մի հատ ավտո, 2 հատ ավտո, կամ կան կազմակերպության տեր, մեր մեքենաները կանգնած, ստեղ հիմա որ գնանք տերմինալները մեր տարբեր Հայաստանի, կտենանք վրացիներ, ռուսներ, բելարուսներ, շատ լավ է, թող աշխատեն, բայց կիրգիզ, ուզբեկ, հիմա չեմ ասում, որ մենք աշխատենք, իրանք չաշխատեն։ Բայց պետք է ինձ լինի, որ ինչ-որ մի հնարավորություն ստեղծեն, որ մեզ էլ վերաբերեն, մենք էլ աշխատենք, մենք խիստ ինչ ենք, ինչ-որ զապաս ենք, այսպես կիրգիզը չլինի, վրացին չլինի, ռուսը չլինի, բելարուսը չլինի, նոր ինչ-որ բեռը տամ մեզի մենք բեռնափոխադրենք, կամ եթե ստեից էլ չեն տալի, հիմա դրսից ենք մենք բերում բեռը, ընդդեղից էլ են գները ցածրացել, որ ստիպված էլ չեն կարող մենք դուրս գնանք, համ տանում են, համ բերում են, մեր հայ վարորդներն էլ ավտոները կանգնեցել են երեք նկար են գծել, որ արդեն ծիծեռնակը բույն է դերը մեր մեքենաների մեջ։ Ես անա ձեռներս եմ, իմ մեքենան ունեմ, մեծ անձամբ ես էլ վարում եմ։ Այստեղ բոլորն են անաձեռներ։ Չէ, մարդիկ, հիմնականը։ Ու որ ասում են Կիրգիզը Կիրգիզստանից չի բերում, Ռուսաստանից է բերում այդ բեռը Հայաստան։ Ու ինքը դատա գնում է Թուրքիա, իրան ձեռ է տալիս, որ ինքը Ռուսաստանից բերի Հայաստան ինչ-որ մի հատ ֆիքսված գումարով, դատա չի գա դա Թուրքիա։ Էդի իրանք նախընտրում են, որ Կիրգիզին բարձեն, Հայաստան մեքենաներին չբարձեն։ Դե հիմա որտեղից են բարձում, ինչ են անում, դա մեր որոշելունը չի, մենք կարող այդքան չհասկանանք էլ, թե որը ինչ ձևակատանում։ Մի հատ վերահսկողը լինի, մի հատ լսենք, մի հատ հասկանանք, տենանք այս հարցի տակից ոնց են դուրս գալ այս խնդրի տակից։ Որ այս մեր խոսքը հասանելի լի կառավարությանը, մեր խնդրանքն է դա, որ այս բեռնափոխադրողներին ընդառաջեն, այս հայկական հայ լոգիստներին բերեն այնպես դաշտ, որ հայերի հետ աշխատեն, ոչ թե վրացիների հետ աշխատեն։ Չէ որ թասիբ, նամուս, մեր վրացական մեր հայկական մեքենաները սա Վրաստան 2 ամիսա կանգնած են, վրացին չի բաց թողը մեր մեքենաները, բայց մեր հայ լոգիստները խեն վրացական մեքենաներ բարձեմ, հայերին անտեսելով։ Չէ, մենակ ալկոհոլը չի, տարբեր բեռեր, տարբեր բեռերով, տարբեր պատճառներով մեքենաները մտցնում են գեզի, ամիսներով կանգնում են, անհույս։ Մեր խնդրանքը կառավարությանը է դա, որ մեր հարցին մի հատ լուծում տակ, մի հատ լոգիստական կամպանիաներին հրավիրեք, խոսացեք, թող առաջներ տլեն մեր հայերը։ Չէ որ վարչապետն ասում էր, որ մենք հարգատուն համար առաջի հերոսնա։ Մենք էլ հարգատու ենք, մենք էդ ենք խնդրում, ուրիշ բան չէ, մենք ոչ քաղաքականցնեմ ենք, ոչ էլ եսի ինչ ենք անում, մեր խնդրանքը է դա։ Հեսա Ծիրանի սեզոն է գալիս, ու մինչև անգամ չգիտենք Ծիրանը կարա դուրս գա, թե չգա, էտալիա գեզի ակայնելու, էտալիա ռուսաստան վրացի կազմակերպությունները կտանեն։ Էդի ոչ մեկս գարանտիա չունենք։
$200-300 դոլարի միջև տատանումների մասին է, որտեղ որտեղ 200-300 դոլարի մասին չի, ոչ էլ 500 դոլարի մասին, ընդհանրապես գործ չկա։ Մեր գործը հիմա գալսանեց, որ մեր մեքենաները ստեղից արտանում կատարելիս Վրաստանում պահում են գեզի տերմինալում, հիմա 100-ից 150 մեքենա այնտեղ կանգնած է տարբեր բեռներով, կահույքով, բնականաբար այնտեղ անվճար ոչ մեկը չեն կարող ինչքան գումար է։ Հիմա մենք այդ գումարի մասին չենք խոսում, այլ ընդհանուր այդ վիճակի մասին ենք խոսում, որ մեր մեքենաները 100-ից 150 մեքենա Վրաստանում կանգնած են, մեր լոգիստիկական կամպանիաներն արդյոք օգտվելով, որ բանը մեր մեքենաները գնում են կանգնում են Վրաստանում, տալիս են մեր բեռը վրացիներին։ Որքանի որ վրացիները դու ման այդ նույն բեռով վրացին չի կանգնում։ Վրացուն բաց են թողում, վրացին գնում է։ Այնտեղ ռուսներն են տալիս, այսինքն մենք դարել ենք ստեղ ոնց որ բան էլի, եթե կթողեն կտան, չէ։ Ուրիշ խնդիր ունենք մենք, Խնդիր շատ ունենք։ Հիմա այս պայն ոնց որ ասած, որը որ հիշում ենք, որը որ մեր խելքով կարում ենք խոսանք, այդ ենք բարձրացնում, բայց լիքստը խնդիրներ կա այս ոլորտում, որ բաց թողի վիճակում է։ Այս բայդուրցավ։ Ու չկա մի կազմակերպություն մենակ, ինձ թվում է լավ աշխատում հարկայինը։ Եթե հարկայինը լավ աշխատում, մենք Հարկայինը լավ աշխատում, որ մեր պակաս 10 դրամը, եթե մուծում ենք 10 դրամ պակաս ենք մուծում, այդ 10 դրամը հետևից գան։ Այդ կոպեկ առ կոպեկը։ Այո։ Չենք Մեզ տեսել։ հասանելի չի, այդ նույն վրացական լոգիստները հայերին, այդ նույն վրացական լոգիստները հայերին բեր չեն տալի։ Դու կյանքը չես կարա Վրաստանի լոգիստներից մի հատ բեր վերցնես, չկա, որովհետև ունեն թասիպ։ Վրացիները բարձում են վրացիների մեքենաները։ Իսկ մեր հայ լոգիստները, նու սաղ ինչի վերաբերվեմ։ Մարդիկ կան նորմալ աշխատում են, սաղ ինչի վերաբերվեմ։ Բայց այն շատերը բարձում են վրացական մեքենաները, հայերին անտեսելով։ Մեր խնդրանքն է դա, թող մի հատ վերանայեն։ Չի պետք է հայ աշխատի վրացու հետ, կամ ինչ-որ մեկի հետ, եթե հայերը ստեղ պարապեն։ Հայկական մեքենաները պարապեն։ Խնդրեմ ենք մեր հարցին թող լուծում տան։